Ողջույն 24-ի եթերում հետագիծ Նևես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրում կալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանին, պարոն Մարուկյան ողջունում եմ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ռուսների ասած, քանի որ հիմնական թեման հայ-ռուսական հարաբերություններն են, Սկարաբլյան-Նաբալ Մոսկվայում տեղ ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, այդ հանդիպումը պիտի ընդունենք չնայած ջերմ մթնոլորտ արտաքուստ ջերմ ժպիտներին եւ այլն բավական սուր այսպես միմյանց նկատմամբ մեղադրանքների ֆոնում անցավ, որին անմիջապես հաջորդեց Օվերչուկի հսկայածավալ ինտերվյուն ուղիղ հստակ մեսիջներով Հայաստանի հետ կապված։ Հիմա ընդհանրական հարց տամ, ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում այս պահին։ Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում ջրբաժանի պահն է եւ ըստ էության ռուսական կողմը սկսել է բաց խաղալ, քարտերը բացել եւ բաց ասել, որ հայ ժողովուրդ, այսինքն այն ինչ որ իրանք ասում են, դա ժամանակին ասել են միշտ Փաշինյանին, իշխանություններին։ Հիմա հայ ժողովրդի հետ է խոսակցությունը գնում, որ հայ ժողովուրդ, մենք ձեզ վաճառում ենք էժան գազ, հայ ժողովուրդ, մենք ուզում ենք, որ երկաթգիծը արագ վերանորոգենք եւ ձեր կապերը հարևանների հետ վերականգնվեն, հայ ժողովուրդ, դուք Եվրամիություն գնալու ձև չունեք, բայց եթե գնաք, եթե ճանապարհն ընտրեք, տնտեսական խնդիրներ եք ունենալու, այսինքն այս խոսակցությունը չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ իրենք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը գիտի դրա մասին։ Հետեւաբար փակ հանդիպումների ֆորմատը բացվել է եւ հրապարակայնացվում է, այսինքն որ վաղը մյուս օրը, որ մենք օրինակ ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ Հայաստանում գազը դառնա $600 եւ բնականաբար Հայաստանի իշխանությունները պետք է ասեն, տեսակ ռուսները մեր ճշնամիներն են, գազը սարքին $600, դրան կանխարգելիչ ռուսներն ասում են, Ժորժ ջան, մենք հենց ի սկզբանե ասում ենք, եթե այս ֆորմատում ենք աշխատում, ձեր համար գազը, չգիտեմ, 177 ու ես ինչքան է, սահմանի վրա, այս կարևորը, որովհետև տանը այդքան չի, տանը 340 եւ բարձր է, սահմանի վրա, հարկել։ Այո, սահմանի վրա, իսկ եթե գնում եք այդ ճանապարհով, դե տենց 600 կարա լինի, կարանք ձեր խաթեր 500 անենք կամ չգիտեմ ինչ։ Այսինքն գալու է պահը, որ Փաշինյանն ասելու է, մենք պետք է արդեն Ադրբեջանից գազ առնենք, մինչև այդ պահը գալը, բնականաբար Ադրբեջանի գազը չի լինելու էժան գազ, մինչև այդ պահը ռուսները իրազեկում են հայ ժողովրդին։ Իսկ այս խոսակցությունը երեք Պուտինը հայ ժողովրդի հետ է խոսում։ Հայ ժողովրդի հետ է խոսակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ չէ, Նիկոլ Փաշինյանը անգիր գիտի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր այսպես կոչված տարատեսակ շարժերը։ Ես մի բան էլի չեմ կարողանում հասկանալ, պարոն Մարուկյան, Փաշինյանը, իշխանությունը, իշխանամերձ փորձագետները, Մեծն Դանիել Իոնիսյանը, չգիտեմ, վերջը ամբողջ այդ սպեկտրը հայտարարում է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Ժողովուրդ հալայ հերոց փասեք, պատերազմ է, կռիվ է, ոնց որ ասում են այն ժամանակ։ Հիմա որ կռիվ է, մի կողմից հայտարարում եք կռիվ է, մի կողմից այսօր բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է Հայ-Ռուսաստանի հարաբերությունները հրաշալի են, մենք իրենց շահերին չենք պատրաստվում վնասել, մենք ոչ մի բան պրավալ չի գնացել, շատ լավ քննարկումներ ա տեղի ունեցել եւ այլն եւ այլն։ Հիմա այս երկու իրականությունը ո՞րն է, կամ ես ասեմ դուք ասեք կարող է երրորդն էլ կա, կամ նախընտրական թեմաներով Ռուսաստանին սարքում են թշնամի, որ սեգմենտավորեն Հայաստանի քաղաքական դաշտը, հետագայում է նաեւ եվրոպացի կին թուրքերին, ադրբեջանցիներին բան են ասելու, հա, կամ ոչ մի բան գոյություն չունի, այս մարդիկ Փաշինյանին չեն լսում ու տեղում էլի Հայաստանում հակափաշինյանական դավադրություն են իրականացնում։ Չէ, բնականաբար այդ ամեն ինչը շատ լավ կազմակերպված է արվում։ Փաշինյանը չի կարող ասել, որ հանդիպումը վատ է անցել, չգիտեմ ոնց է անցել, նա պետք է փորձի 21 թվականի էֆեկտը ստանալ։ 21 թվականի էֆեկտը հետեւյալն էր, որ այստեղ բոլոր փողոցները փակ էին, կենտրոնական հրապարակի, Բաղրամյան, Դեմիրճան, պարլամենտը շրջափակված էր եւ գոռում էին Նիկոլ Դավաճան, նախագահ Պուտինը ասաց Նիկոլը Դավաճան չի։ Он не предатель։ Փաշինյանը փորձում էր ստանալ երկրորդ սերիան դրա ռուսներից, բայց ռուսները որոշեցին, որ այդ երկրորդ սերիան բաց խաղան։ Այսինքն պարզ չէ, որ այն ժամանակ էր, որ ասում էին չէ լավ, այդ предателը շատ է սրում թեման, նման բան չկա։ Ուղղակի նոյեմբերի 9-ը եղած իրողությունների արձանագրումն է, էսա ձեր իրողությունը, եւ դուք այս իրողությունները ստացել եք լավագույնը, դա նոյեմբերի 9-ն է։ Եվ եթե բնականաբար դա կիմպլեմենտացնեք, ձեր հետ կշարունակենք աշխատել։ Վերջին 5 տարիները ցույց տվեցին, որ նոյեմբերի 9-ը +6 եւ այդ
տարբեր ալիքներով մարդկանց ինչ որ բաներ տեղեկացնելը, որ ժողովրդյան ոնց որ սխալ է գնում, վատ է գնում, բան, դա չի աշխատել, եւ ռուսները որոշել են խոսել հայ ժողովրդի հետ, որ ժողովուրդ ջան, մենք ձեր հետ խնդրեմ չունենք, մենք բարեկամ ժողովուրդներ ենք։ Բայց եթե որոշ մարդիկ Տշնամական բան են այստեղ մղում, տշնամի են մեզ դարձնում, իմացեք դրա հետևանքները լինելու բիզնեսի համար, էներգորեսուրսների համար, կապուղիների համար եւ տարածաշրջանի անվտանգության համար։ Եվ այս ուղերձները ըստեյության հրապարակային են տրվել։ Այդ թվում ներքաղաքական տնտեսականին կհասնենք թրիփ առանձին բլոկը, որի մասին ավերջուկը հսկայական բաներ ասել, այստեղ հիմա անվտանգայինի մասով, կամ այդ օմնիպրիդայցելի մասով։ Երեք Պուտինը առաջին անգամ Փաշինյանին երկու անգամ ինքը առանձին հայտարարել էր, բայց Փաշինյանի հանդիպման ժամանակ ասաց, որ դուք Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, որից հետո առնվազն էթիկապես ճիշտ չէր մտնել ներադրբեջանական process-ի մեջ մեր համար, այսինքն եթե դուք Ղարաբաղը Ադրբեջան։ Ի պատասխան դրան Նիկոլ Փաշինյանը ասաց, մինչև ձեր ճանաչելը, մեր ճանաչելը, դուք երկու իմ հայտարարությունում, դուք երկու անգամ ասել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Հիմա պարոն Մարուկյան, սա ի՞նչ տրամաբանություն է։ Ասենք օրինակ հիմա այս այն ժամանակ Փաշինյանի վիզավին տենց մերձավոր գործակիցը Պուտինն էր, հիմա Թրամփն է։ Հիմա Թրամփը, որը հայտնի է իր էքսենտրիկ հայտարարություններով, ասենք առավոտը վեր կենա ու հայտարարի, որ օրինակ Ալավերդին այսուհետև Հունաստանի անկախտելի մասն է։ Երկու անգամ կամ երեք անգամ։ Դրանից ինչ որ բան մեր համար փոխվելու է։ Կարող Փաշինյանը կանգնի ու Ալավերդին ճանաչի արդեն Հունաստանի մաս։ Որովհետև դուրս է գալիս, որ մենք նայում ենք, թե որ գերտերության ղեկավարը որ թեմով ինչ է ասում մեր տարածաշրջանի վրա, մենք հենց տենց անում ենք, մենք ինքնիշխան չենք։ Բայց կոնկրետ թեմային անդրադառնալով պետք է ասեմ, որ նոյեմբերի 9-ին ստորագրվում է փաստաթուղթ, որի մեջ չի գրվում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ փաստաթուղթը ստորագրում են 3 մարդ. Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այդ փաստաթղթում չկա կետ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Հաջորդ, այդ փաստաթղթով ըստ էության ֆիքսվում է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ իրավաքաղաքական միավոր, որի անունը չենք տալիս դեռ ինչ է, թղթով գրավոր։ Այո, դրանից հետո դեկտեմբեր ամսին ՌԴ նախագահ Պուտինը ասել է, որ այդ տարածքները եւ այդ թվում Լեռնային Ղարաբաղը միջազգայինորեն ճանաչված են, քանի որ Հայաստանը չի Ադրբեջանի մաս, Ղարաբաղի անկախությունը։ ու միտքը շարունակել ասել, դե Հայաստանն չի ճանաչի, ինձ այնց ինչ եք ուզում, բայց մենք ունենք ստորագրված փաստաթուղթ, եւ այդ ստորագրված փաստաթուղթը, եթե մենք պահեինք, իմպլեմենտացնեինք, աշխատեինք դրա շուրջ, վեճեինք, չգիտեմ ինչ անենք, բան, մինչև վերջ, ես կարծում եմ, այս իրավիճակը այդպեսին չի լինի։ Ինչ վերաբերում է նաեւ նրան, որ Պրագայի հայտարարությունն է եղել, բոլորը մոռանում են, բայց Պրագայի հայտարարության տեքստը Սոչիում նորից ստորագրվել է Ալիևի, Պուտինի եւ Փաշինյանի միջև։ Եվ այդ ժամանակ նաեւ ռուսները չեն ասել, որ սա պրոբլեմ է։ Պրոբլեմն է տեղ չի եղել։ Պրոբլեմն եղել է նոյեմբերի 9-ի իմպլեմենտացիայի մեջ, Ադրբեջանն ամեն ինչ արել է, որ նոյեմբերի 9-ը չիրականացվի, փլուզվի այդ ծրագիրը, որովհետև դա իրան ձեռնատու չի եղել, եթե դա լինելու էր Ղարաբաղ հայություն շփման գիծ Լաչինի Միչանսկ, եւ հետեւաբար իրենք ամեն ինչ արել են, որ փլուզվի։ Հայկական կողմն էլ ամեն ինչ չի արել, որ դա չփլուզվի։ Դրա մասին այնքան ենք խոսացել դրա մասին։ Հիմա այդ նորից այդ թեմա, թե հապկը ինչ կապ ունի Ղարաբաղի հետ, մի հապկ ենք քննարկում։ Հա, պայտոգը մեզ հանդիպման Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը հայտնի է Հայաստանի հետ տնտեսական կապերի հիմնական իբրև համակարգող եւ ԵԱՏՄ-ում հիմնական հարցերը, այսպես ենք ինքնալուծում, այսինքն ինքը ունի ուղիղ լիազորություն խոսել Հայաստանի կապված բոլոր տնտեսական ծրագրերից, այդ թվում նաեւ պիտի հիշեցնեմ, որ ինքն էր Սահմանազատման հանձնաժողովի մեջ, որ ինքն էր այդ կապուղիների այն ժամանակ, երբ որ կար հայ-ռուսական ու ադրբեջանական այդ հանձնաժողով կապուղիների ապաշրջափակման համար ռուսաստանցի համանախագահ եւ այլն։ Հիմա այս մարդը հսկայական հարցազրույց է տվել ռուսական 10 գործակալությանը եւ հիմա որպեսզի շատ չխորանամ, ասացի հիմնական միտքը մոտավորապես այն էր, որ դուք օտարներին բերում եք տարածաշրջան, չուժակ բառն է գործադրում, որը խախտելու է տարածաշրջանի ամբողջ տրամաբանությունը, թրիփի մասով ծայրահեղ քննադատություն առայն, որ թրիփը ամերիկացիների համար հնարավորություն է տալու հսկել Իրանի հյուսիսային սահմանները, Թուրքիային ու ադրբեջանցիներին էսա տալու, հայերինը ոչ մի բան չի տալու, բացի այդ մեղրի այդ հատվածը։ Նաև ինքը տանում այն ուղղության վրա, որ այս ամեն ինչը կարող լիներ ու շատ ավելի լավ պայմաններում, եթե հայկական կողմը չհրաժարվեր այդ կապուղուց, պլյուս փաստացիորեն նաև կլներ Արցախ ու Արցախի գոնե առնվազն հայկական բնակչություն։ Այսինքն
Ինչևէ այդ ամեն ինչը ասում, էլի, այս նախընտրական իրավիճակում ռուսները հիմա որ խաղը սրում են, ինչ են ուզում ցույց տան, որ այս ամեն ինչ որ տեղի ա ունեցել, մենք կապ չունենք հայկական իշխանություններն են։ Դե ըստ էության ամբողջ հայկական քաղաքական վերնախավը այդ թվում նաև ընդդիմադիր բազմաթիվ ուժեր, որ իբր ուզում են այլընտրանք լինեն գործող իշխանությանը, խաղում են մի դաշտում, որ մենք բացարձակապես մեղավոր չենք եւ թրիփը խաղաղության պայմանագիր է։ Եվ բեռը տեղափոխում են Մոսկվա, այսինքն ասում են դուք եք, սաղ ընդեղ է մեղավորությունը, ընդեղ փրկությունը։ Ես ասեմ նաև ընդդիմադիր ուժեր կան հայտարարում են, որ թրիփը խաղաղության պայմանագիր, մեր փրկությունն է։ Ես ուղղակի չգիտեմ էլի, ասենք Ես անկեղծ ասած օրինակ տեսել եմ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում, ամանական եմ ասում։ Նաև Արման Թաթոյանը։ Հա, ու այդտեղ իմ մոտ հարցեր առաջացավ, թե ինչի պետք է։ Եթե թրիփը փրկություն է, այլ ինչի համար պետք է քեզ ընտրենա Նիկոլին կընտրեն։ Նիկոլն է թրիփը ստորագրել, դու ի՞նչ կապ ունես։ Բայց անցնենք առաջ, նայեք։ Այս հարցերը բացվում են նաև այն կոնտեքստում եւ նայեք, նախկինում էլի բացվել են։ Դες որոշակի նամյոկներով ա եղել, էլի հոդվածներ եղել է։ Բայց այս Ամերիկա-Իսրայելա իրանական պատերազմի կոնտեքստը բավականին քարտեր բացելու հնարավորություն է տվել։ Այդ քարտերը ես դրեն սեղանի վրա, ասում են տղեկ հենց այդ նայեք էս դուք ուրեք, ստե ինչա կատարվում, մենք ովքեր ենք, նրանք ովքեր են ու ինչա լինելու։ Դուք հասկանում եք, էս ինչա տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է Օվերչուկի ասածին, ուրեմն միջկառավարական հանձնաժողովը, որի անդամներն են Օվերչուկը, Մեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաևը, մեր նոյեմբերյանցի, երեքով աշխատել են երկար, 13 նիստ են արել, եւ 13 նիստերի արդյունքում բավարարվել են հայկական կողմի բոլոր պահանջները։ Եթե հայկական կողմը գտնում է, որ չեն բավարարվել այդ պահանջները, թող այդ 13 նիստերի արձանագրությունները հրապարակ են։ Հետո Օվերչուկը դրա մասին ասում է, ինքնիշխանություն, այսինքն մենք ասենք ինքնիշխանություն ասեն եղավ գրեցինք, տարածքային ամբողջականություն եղավ գրեցինք, սուվերենություն եղավ գրեցինք, չգիտեմ, մեր կանոնները եղավ գրեցինք, մեր օրենքները գրեցինք, սա գրեցինք։ Մեկ էլ ասում եմ, մերոնք կանգնել են, դրա մասին հայտնի հարցազրույց կա։ Ու ասել են, որ բայց ուզում ենք նույն բանը հակառակ կողմը լինի։ Այսինքն, այս սաղ պայմաններով բավարարվել է, մերոնք ասել են, ուզում ենք հակառակ կողմը լինի։ Հակառակ կողմը այսինքն Ադրբեջանի տարածքում։ Այո, նրանք էլ ասել են, բայց հակառակ կողմում պայմանավորվածություններում չկա, որովհետև հակառակ կողմը այլևս Լաչինի միջանցքով է գնում։ Հասկանում ես ինչա թե։ Այսինքն Լաչինի միջանցքը հավասարակշռել է։ Այո, բայց նրանք ասել են, չէ, ուզում ենք դե որ մեր բեռներն ներդրողենքով է գնալու, ընդեղ էլ դե ուրեմն մեր բեռների հետ զորքեր կանգնեն։ Բախի են մեր մոտ կանգնում, կամ զորք, կամ մոնիտորինգ, հազար ձևի մեկնաբանվել է, չէ՞։ Կամ on-line, մեկ այդ ADC-ը թե կանգնած է։ Հենց հիմա կանգնած է ADC-ը։ Ռուսաստանի։ Այո, հենց հիմա Ռուսաստանի ADC-ն Հայաստանի Իրան սահմանի։ ADC-ն մեր ժողովրդին ասենք, որ Facebook-ի մասն է։ Այո, սահմանապահ Ռուսաստանի սահմանապահ ուժերը ADC-ի մաս են համարվում, իրենց օրենսդրությունը։ Մեր մոտ էլ է, այնց ԱԱԾ սահմանապահ տեսնել եւ հենց հիմա այնտեղ կանգնած են։ Այդ որ տենց հարց կար, որ չեն կարա իրան կանգնեն ակպեր, բան, ըտեն։ Այսօր էլ են ըտե։ Եվ դուք խափել եք ժողովրդին, նաեւ մեր եվրոպական գործընկերներին, նաեւ ամերիկացիներին, որ իբր դուք ռուսների տեղից հանել եք, բայց դուք հանել եք KPP-ի մեջի նստող ռուսին, որը պեչատերն հիմա հայ է։ Բայց ամբողջ սահմանի երկայնքով ADC-ն կանգնած է։ Իրանի սահմանը։ Հնարավոր չի միջազգային հարաբերություններ, հնարավոր օրինակ ներքաղաքական հարցերում խափել, մուտի տանել, բան, ոնց որ ամեն օր անում են։ Միջազգային հարաբերությունում դա չի լինում, ոչ մեկ հիմար չի։ Եվ այդ ամեն ինչը փլուզվել է, հետո Վերջուկը զարմանում ասում, ախպեր ջան, այն ինչ դրույթներ մենք սահմանել ենք, գրել էինք, մեկ է հոպ տեսանք տրիպը։ Նայեք, հիմա ես չգիտեմ տրիպը օրինակ, տրիպի, այն 13 արձանագրությունների մեջ կար back office, front office։ Ես չգիտեմ։ Հրապարակեք նայեք, տրիպը հրապարակել եք, որ հայ չպետք լինի, ոնց որ Ալիևը ուզել է։ Դե հրապարակեք լա ռուսների վերսիայով տենանք, այնտեղ հայ պետք լիներ, թե չպետք լիներ։ Բայց այնտեղի համատեքստում Ղարաբաղ կար, Լաչինի միջանցք կար, 150,000 մարդ ապրում էր, չեմ, Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած դպրոցում սովորում էր, բան չէ։ Այսինքն անհամեմատելի է այս ամեն ինչը։ Անհամեմատելի է այս քննարկումը, բայց այլևս դա անդառնալի է։ Նաև ժամանակավրա։ Հա, անդառնալի բան է։ Հիմա հաջորդ հարցը դա է, տրիպը իրագործելի է թե չէ։ Հարց, տրիպը իրագործելի է, գնացեք դա բանը։ Դե հիմա բազմաթիվ փորձագետներ։ Այդ հոդված գրողներին ասեք, այդ հոդվածը գրեմ, տրիպը իրագործելու է թե չէ։ Բազմաթիվ փորձագետներ ասում որ թե Իրանը դիմացավ այս ամեն ինչի արդյունքում, այդ տրիպը չի լինելու որպես այդ։ Եղբայր եթե չդիմանա, այսինքն Իրանով կգնանել, ուր են գալիս ձեր մոտով գնա։ Եթե չդիմանա Իրանը, Իրանը դառնալու է պրոամերիկյան երկիր։
չէ՞ թե չի դիմանում բրզվմա ռեժիմը, ասենք բանը Շահ Ռեզա ինչ էր բանը։ Հա, Փահլավին գալիս է հետ, այնա նահանգներում ելույթ ունեցավ, ասա վանդաթար գոռում են մահ Ամերիկային, իսկ դուք պատկերացնում եք որ գոռան փառք Ամերիկային։ Աստված պահապան Ամերիկան, Իրանում գոռան ասում է, սա ամբողջ դալիճը հելավ ծափկվեց։ Կուտա տալի։ Հա, ամերիկացիք ասում են, էսի կյանք է այս մարդը։ Այսինքն 90 միլիոն մարդ 70 քանի տարի է, քանի տարի է։ 78 թվից։ Հա, ուզում բան են անում։ Սովոր են որ այդտեղս պարլամենտին իստը բացվում է մահ Ամերիկային, մահ Իսրայելին, ինքը գնացել է ասում է պիտի բացվի արդեն փառք Ամերիկային, Աստված պահապան Ամերիկան։ Ամբողջ մագա շարժման ժողովուրդը դալիճում կանգնեց ոտնկայց ծափին։ Ինքնիշխանությունն է, էլի։ Այսինքն եթե այդ մարդը գա իշխանության, իքսես նայենք էլի։ Տրիպ պետք չէ, նա տրիպ է, Իրանը դառնում ամբողջությամբ տրիպ, եթե դա գա։ Եթե չէ, եղբայր, ոնց է Իրանի սահմանի վրա ճանապարհ ունենալու, որ անվանում է մի մարդու անունով, ում հրամանով սպանվել են Իրանի ամբողջ ղեկավարությունը։ Ոնց, մի հատ ցանկացած քաղաքացի։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ասենք օրինակ ցույց տամ ես, նայենք ասենք Երևանի ամերիկյան, Հայաստանի ամերիկյան համալսարան մենակ են Իրանի հայտարարությունից, որ դե եթե չփակե բանը, որ ամերիկյան համալսարանները տարածաշրջանում դառնում են թիրախ, դրանից հետո անցավ on-line դասավանդման, հաջան հետո հետ է կանելի։ Այնուամենայնիվ, այսինքն եթե նայում ես թե ինչքան լուրջ են ընդունում ամերիկացիները Իրանի հայտարարությունը, մի քիչ դժվար է պատկերացնել, մի խոսքով Իրանի համալսարանին հարվածներ էին հասցվել, Իրանի իշխանությունները հայտարարեցին եւ ցանկ հրապարակեցին Պարսից ծոցի երկրներում բոլոր այն համալսարանների ցանկը, որոնք ամերիկյան են։ Դրանց մեջ օրինակ ֆրանսիականներ կան, որոնք նշված չէին։ Միայն ամերիկյաններ նշված, բայց Պարսից ծոցի երկրներում, հետաբար մեր ամերիկյան համալսարանի հետ փակելի, ես կարծում եմ բաներ էլի տենց։ Չէ, պրոտոկոլ էր երևի։ Overreact են արել, հետո էլի բացացին։ Լավ, պարոն Մարուկյան, ներքաղաքական առումով երեք էլի վերադառնանք Պուտինի հայտարարությանը։ Ես նայում եմ ԿՊ-ականները ակտիվորեն գրում են հետեւյալը, ասում են, տեսեք, ասում են, Պուտինը ասաց, խնդրում եմ կլինի Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրություններին, Փաշինյան գծիկ ոչ, ոյի վրա շեշտ, չ եւ վերջակետ։ ԿՊ-ականներ ո՞րն է պետայրավական հանձնաժողովի նախագահ մարդ։ Դե Վլադիմիր Չկա, Հարուսյակ, ԿՊ-ական չի։ Հա, չէ ուզում ասեմ արդեն, չէ, բայց պաշտոնատար անձինք են այդ մարդիկ, սորական ԿՊ, Կիրովականի բանը։ Դե հա, հասկացա, հա։ Ասենք Կիրովականի ցալկուտի տարածքային կառույցի ղեկավարի հայտարարել էլի։ Պետայրավական հանձնաժողովի նախագահը փոխխոսնակ չի, պաշտոնապես ասում են եղբայր, մենք անելու ենք ապօրինություն, թույլ չենք տալու, որ քաղաքական միավորը մասնակցի։ Ու տենց ուրախացել են, ցնծում են դրանով, դա ներկայացնում են։ Սրա մասին մենք ամիսներ առաջ խոսել ենք Մոլդովայի, Ռումինիայի օրինակների մասին։ Որ թույլ չեն տալու։ Հա, սա նույնն է, եւ սա արդեն բաց քարտերով բացվեց։ Հիմա ինչ ասենք, եղբայր, ասենք, ասել ենք, արդյոք դաշտը հետևություններ արել անդիմադիր դրանից։ Հենց մի հատ հասկանանք ռուսական ռեակցիան, այսինքն այսօր Փաշինյանը ասում է, դե ասում է, Պուտինը պատկերացնում եք, ասում է, թե հսկայական երկրի ղեկավարը այնպիսի օրակարգի մեջ է գտնվում, որ այդ նյուանսներին կարող է ծանոթ չներ, որ միայն Հայաստանի քաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին։ Ակնհայտ է, չէ, որ կոնտեքստը դա չի, որ միայն Հայաստանի քաղաքացին, կոնտեքստը այն է, որ այդ ուժը մասնակցի ընտրություններին։ Սամվել Կարապետյանը անձամբ կարող չի խոսքը գնացել է ուժի մասին, Սամվել Կարապետյանը անձամբ ընտրություններին Պարզ է, բնական է, պատգամավորի տեխնացու չի առաջադրվել։ Այս ընտրություններում հնարավոր առաջադրել միայն պատգամավորի տեխնացու։ Այո, վարչապետի հարցը վարչապետի հարցը պարլամենտում։ Երկրորդ սցենարն է։ Այդ մարդը չի առաջադրվել պատգամավորի տեխնացու, չի պատրաստվում։ Եվ բացի դրանից նա ասաց ռուսամետ ուժ, մենք Հայաստանում ունենք շատ բարեկամներ, որոնք որ այս պահին դուք ոնց որ նեղում եք, էլի մոտավորապես։ Այսինքն ռուսները հասկանում են արդեն ակնհայտորեն, որ Հայաստանում մոլդովական սցենարը copy-paste է լինելու։ Ես կարծում եմ ունեն նման ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան ամենաբարձր մակարդակում, ասենք Պուտինը դա բանավոր չասեց, չէ, մոտը գրած էր։ Դա ամենաբարձր մակարդակում այդ պրոտոկոլով եկել էր, որ ասես պրոբլեմա լինելու, այդ հարցը բարձրացրեք, մարդը այդ հարցը բարձրացրեց, բնականաբար Նիկոլն էլ պատրաստ էր այդ հարցին արդեն, ինքն էլ այդ հարցին արձագանքեց, որ դե չի լինի մեր մոտ տենց, որտեղ մեր մոտ միայն ՀՀ անձնագրով կարա լինի, պատգամավորի տեխնացու։ Սա հստակ մեսեջեր առան, որ այդ ուժը չեն գրանցի ձեզ։ Եթե այդ հստակ մեսեջը չէր կամ ինչ-որ ընդհանուր բնույթի էր, հետաբար ԿՊ-ի բարձրաստիճան պաշտոնատար դեր զբաղեցնող մարդիկ չէին քարոզի
հրապարակային, որ ասելա ոչ չենք թողել։ Ներքաղաքային հələ կանադառնանք այդ թեմայով, բայց սա նշանակում է նաև որ հիմա տեսեք Փաշինյանը ինչպես սկզբից խոսեցինք, ասում է որ նորմալ է այս այն եւ այլն, բայց կողքից արդեն ակնհայտորեն սկսվելու է ծայրահեղ այդ հակառուսական քարոզչություն, որը արդեն կար, հիմա ավելի է ծանանալու, մինչև ուր կարող է խաղը հստակ բաժանված է, մինչև ընտրությունների օրը իշխանությունը խաղալու է, որ շատ լավ հանդիպում է եղել, շատ լավ անցել, փորձագիտական եւ այլ ռուպերներով նաեւ արտախորհրդանական շատ ուժերով ասելու են, որ սա Հայաստանի ապագայի մասին ընտրություն է, եթե այս իշխանությունը չի ընտրվում, մենք ինքնիշխան չենք կլինի, կկործանվենք, կլինի պատերազմ, կկոտորեն մեզ եւ այլն եւ այլն, եւ ըստ էության ոչ միայն պատերազմ խաղաղություն բաժանումն է հիմա արվելու, այլ նաեւ արվելու է բաժանում Ռուսաստան թե Եվրամիություն, որովհետեւ նաեւ այդ հարցումներ ունեն, չէ, հարցումներում երևում է, որ բնակչության քանի տոկոսն ավելի շատ Եվրամիություն, դեպի այդ կողմ, որը որ բարձր ոչ մի ինտեգրացիոն process մեր համար չկա, բայց մեկ ամարտկաց ցանկության իմաստով, եւ դա փորձելու է Փաշինյանը կապիտալիզացնի, որի արդյունքում իր բոլոր գործընկերներն, ովքեր իրան պաշտպանում են, բայց արտախորհրդանական ուժեր են, բոլորը մնալու են բարիերի տակ։ Ինչու, որովհետեւ ինքը բոլորի ձեները տանելու է այդ դաշտի։ Այսօր ես կարդացի Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ստատուսը, որտեղ ասում էր, այո, ասում էր, Ռուսները մեզ ասում են, որ էժան բան չենք բերի, ես չենք անի ինչ այն, բայց մենք պետքա պատրաստվենք կանոնի մեր իշխանության, նա շատ շուտ ասել, ինքը շուտ ասել, որ Հայաստան պետքա պատրաստվի ցուրտ ձմեռների, պետքա պատրաստվենք կոտորվելու բան, բայց ես մի հատ հարց կա, ինչի համար։ Էլի պատրաստվենք, պայքարենք, ապացքի էլի, ասենք, ինչի համար։ Ինչի համար, որ դուք մարդկանց խափեք ընտրվեք, ասենք, այդ ցուրտ ձմեռ, ասենք, մենք ամբողջ ժողովրդով ցուրտ ձմեռ դիմավոր ենք, բան, թե դուք ասենք, որ Երևանի քաղաք սոուսը լինելու է, այսինքն այդ բանը, որ դա անկախության ինքնիշխանության համար է, ինձ թվում է մարդիկ բավականին արդեն երկար ժամանակ այդ նույն բանը աննալը անդադ խափվել այդ թեմայի վրա, էլի։ Լավ, պարոն Մարուկյան, դիմացը ընտրություններ են, այս ընտրություններում ակնհայտորեն շատ սրվելու է իրավիճակը, ոնց որ ասացինք, որ հնարավոր է որ ինքը ուժեր կա որ չգրանցի, ինչ է ստացվում։ Մի կողմից այսինքն եթե չի գրանցվում այդ ընտրությունները, ապա պայքարը պետքա տեղափոխվի փողոց, եթե գրանցվում ինչ է լինելու, էլի։ Որտեվ տեսեք, ես անդադ նայում եմ իշխանականների թեզերին չեն, ասում են հիբրիդային պատերազմի շրջանակում հիմիկվանից ապա լեգիտիմացվում են ընտրությունները, որպեսզի փողոցային սցենար սկսվի, այսինքն իշխանությունը պատրաստվում է դրա հակադարձմանը։ Բայց կներես իրանք են ապա լեգիտիմացնում այդ թեզերով, որ մենք կարանք չգրանցենք որևէ ուժի։ Սկսենք այդտեղից։ Ես ուզում եմ կարճ ձևակերպում տալ, որ իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը արդար եւ հավասար պայմաններով ընտրություններով վերընտրվելու հնարավորություն չունի։ Այսինքն, եթե բոլոր ուժերը գրանցվեն ընտրություններին, ովքեր որ պատասխան են մասնակցել եւ լինեն ընտրություններ։ Եվ այդ ընտրությունների ժամանակ օրինակ արգղերը չգողանան տանեն փոխեն, որը ես բացառում եմ որ անեն, այսինքն ինչ անեն մինչեւ այդ են անելու ընթացքում։ Դա մարբռնելով միսով։ Ընթացքում են անելու։ Ինքը հնարավորություն չունի ոչ միայն սահմանադրական մեծամասնություն ձևավորելու, ինչի մասին խոսում որ չձևավորեն պատերազմ անելու, աղետաբեր, անողոք, դաժան, բացեց բառերը խստացնում է, ինքը վերընտրվելու հնարավորություն չունի վարչապետի պաշտոնում։ Ուր մնաց սահմանադրական մեծամասնություն։ Եթե ինքը գնում է այն ճանապարհը, որ երեք Պուտինին բացատրում էր, որ ինչ եմ անելու մոտավորապես, կա փակ մասով էլ արդեն ասել է բանի ընտրիքի ժամանակ։ Եթե գնում է այդ ճանապարհով, դա նշանակում է, որ չի լինելու ինքը լեգիտիմ։ Այսինքն ինքն է իր լեգիտիմության տակ հիմա արկեր տեղադրում։ Էսա խնդրեմը։ Ես ուզում եմ գլուխ գովալ։ Ամիսներ առաջ, շատ ամիսներ առաջ, այս ամեն ինչը մենք կանխատեսել ենք, եկել ենք ձեր եթերում, մյուս եթերում, իմ լայվերում, պոդքասթում իմ եւ Կարպիս Փաշոյանի բացատրել ենք, որ լավ կլինի ընդդիմությունը միավորվի մեկ ցուցակի մեջ, չդնի տեղ նախկին նախագահ բան առաջի համար, հա, ասել ենք ում կարելի առաջադրել եւ գնա այդ ճանապարհով, որտեղ որ Փաշինյանը չի կարող չգրանցի մեկ միակ ցուցակ, ասա Միքայել Սեփազյանին, միակ ցուցակ չի կարող ինքը չգրանցել, ասում են ձև չկա այդտեղ։ Բնականաբար բոլորը ասես նայեցին, ասեցին եղավ, բայց մենք կանենք ոնց գիտենք ու հիմա փաստերը ասենք քարտերը շատ են բացված։ Ամիսներ առաջ բոլորին գնաս բացատրես
մենակ բացատրելը չի, հետո եթերով ասես, 1000 ձևի ասես, հետո գան ասեն, բայց ոնց որ կարող է սենց լինի, ես ապշած եմ ուղղակի։ Դե հա ոնց որ կարող է տենց էլ հենց։ Այսինքն ձեր տրամաբանության ոչ թե իշխանությունն է թույլ, այլ ընդդիմությունն է շատ սխալ, իշխանությունն է ուժեղ, այլ ընդդիմությունն է սխալ տակտիկայի մեջ։ Միա իշխանությունը ընտրվել հնարավորություն չունի, որտեղ ընդդիմադիր բևերը 60% է։ 60։ Այդ 60%-ը պետք է միտեղ կենտրոնանար, չեղավ եղբայր, չեղավ։ Ամեն մեկը իր ամբիցիայի, ամեն մեկը իր մոտեցման, իր մոտեցումներ ունենալու, հասկացանք, բոլորին է հարգում ենք, հասկացանք։ Չեղավ, դե հիմա ունենալու ենք, ինչ որ ունենալու ենք։ Էսա իրավիճակը էլի։ Ինչ ենք ունենալու։ Մենք արդեն դրա մասին խոսացինք, այսինքն Փաշինյանը, եթե ես եւ դուք կանխատեսում ենք, որ Փաշինյանը խաղաղասեր անձնավորություններ եւ ընտրությունները նորմալ անցեկացնելու եւ պարտվի եւ առաջնորդի ինդիմադիր քաղաքացիական պայմանագիր ֆրակցիան, ուրեմն շատ լավ։ Թող տենց լինի, բացական որ վստահ եմ ես եւ դուք դա բացառում ենք որ տենց է լինելու, ուրեմն լինելու այն սցենարը, ինչի մասին երեք ինքը գնացել էր Կրեմլին պատմում էր բոլորին։ Բայց պարոն Մարուկյան, այս պահին Փաշինյանի այդ խաղաթուղթը, որ ես բերեմ խաղաղություն, ֆլան խաղաղություն, ով չի գալի պատերազմ այս կոմենկոմ, դրա ամբողջ այդ հիմքը ոսկրածուծը թրիփն է։ Երբ որ ժողովուրդը չի խորանում։ Դրա գոյությունը այս պահին մեղմ ասած մշուշոտ է, ո՞նց է լինելու։ Բացատրեմ, մարդիկ չեն խորանում, դա ամբողջ ուղղությունցը թրիփն է, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը, ինքը դրա համար Իրանի վրա հարձակումից հետո սկսել է Թրիփյանուն չտալ եւ իր բոլոր եթերներում ասում է մենք մի հատ բովանդակություն ենք պայմանավորվել, որ սրանք որ գան ուզում են այդ բովանդակությունը վերաբանակցեն, ռևիզիա ենթարկեն եւ ոնց էլ վերաբանակցեն լինելու է պատերազմ, չնայած մի հատ վերսակար ու կարա լավ լինի։ Ասում է 3 տարբերակ կա։ Պետք է մի հատ քիքս արել էլի։ Մի տարբերակով կարա լավարկվի։ Երկու տարբերակով չի լինելու պատերազմ կլինի։ Ես կարծում եմ, որ եթե մի տարբերակ կարա լավարկվի, ուրեմն մեր վարչապետը չպետք է լինի հունիսի 8-ից հետո էլի Նիկոլ Փաշինյանը ու ամեն ինչ պետք է անել, որ ինքը չլինի էլ վարչապետ։ Հետեւաբար մի հատ տարբերակ կա, կարա լավարկվի ու լավարկվելու է։ Ես դրական եմ տրամադրված այդ իմաստով, բայց ինքը ահաբեկում է մարդկանց եւ անգամ իրան չսիրող մարդիկ կան, որ ասում են ջանդամ, թող ինքը մնա ամենակ պատերազմ չլինի։ Այսինքն ինքը մարդկային այդ ամենանուրբ թելերի վրա խաղում է, որովհետեւ տես հետարքիր բան կա լինի։ Թոշակի մասով քննադատեցինք, որ ասում ես 10000 դրամն ինչ է անելու թոշակառուն 3.5 միլիարդ դրամ իրանք բաժանեցին, այդ սուր քննադատությունը տեղ հասավ։ Ասին լավ, հանին մարդա 10000 դրամ թոշակառուներին ու ավելացրեցին, բայց հետո անալիզարին տեսան չաշխատեց։ Շարունակում են իրանց քննադատել։ Ասին ասֆալտ են կարել անալիզարին տեսան չի աշխատում։ Ասին դպրոցներ են կառուցում անալիզարին տեսան չի աշխատում։ Մանկապարտեզ չի աշխատում։ Պետական պաշտոնյաների աշխատանքը չի աշխատում։ Հնդկաստանից զենք ենք բերել չի աշխատում, լավ ինչ անենք։ Պատերազմ գալու են սաղից սպանել։ Մորթելու են ձեզ, եկեք մեզ ընտրեք, всё։ Էլ ինքը սոցիալ-տնտեսական բլոկով քարոզարշավ չի անում։ Այսինքն ուղղակի մարդկային ամենասարսափելի վախի վրա է։ Սոցիալ-տնտեսական բլոկով քարոզարշավ չի լինելու։ Չի լինելու, որտեվ ինքը ինչ առաջարկում, անդիմությունն ավելի լավ բան առաջարկում, չէ։ Ասենք չգիտեմ, ինքը ասում է 100,000 աշխատատեղ ստեղծեն, գնումիցիան ասում է 300,000։ Թոշակը 10,000 ավելացրել, անք ասում են 300,000 ենք ավելացնելու։ Բան ստավկեքը մեծանում է, ասում է հա ախպեր, պատերազմ ալնելու, գալու են սաղից սպանել, հա մորթելու են ձեզ։ Եղավ։ Դե ետեք ուզում։ Ժողովուրդն է քանի որ իրան այդ իմաստով հավատում է, որտեվ ինքը արդեն 3 անգամ պատերազմի օրոք եղել է։ Ժողովուրդը հավատում է, որ ինքը ասում է պատերազմ ալնելու, իրան նայում են, տենում են, զգում են, որ ալնելու է պատերազմ։ Այդտեղ մեր գործընկեր Կարպից Փաշյանը լավ թեզ ունի, ասում է, եթե անդառնալիորեն պետք է լինի պատերազմ, իսկ կարող դուք չլինեք հաղթենք այդ պատերազմը։ Լավ, պարոն Մարուկյան, բայց դրա հետ միասին ակնհայտ է, որ ինքը նաև ներքաղաքական հարցերում, այսպես բոլտերը ձգում է։ Դե աշակերտ է կալանավորել, աշակերտին կալանավորել է, ասեմ, դրա մասին եմ խոսում։ Ես Կիրակի օրը Սուրբաննի եկեղեցում էի արդեն երբ որ Փաշինյանը դուք էլ եք այնտեղ։ Գնացել էի Ծաղկազարդի, բայց Փաշինյանին դուրս գալուց հետո եմ հասել այնտեղ, երբ որ հասա տեսա, որ ոստիկանապետ Ցուցուլյանը, եթե չեմ սխալվում, Ցուցուլյանը անձամբ այնտեղ է, դրանից հետո դե վերջի վերջո 2005-6 թվականից քաղաքական պայքարի որոշակի փորձ ունեմ ու կարողանում եմ քաղաքացիական հագուստով ոստիկաններին տարբերակել, տեսա բազմաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Թափորը, երբ որ դուրս եկավ եկեղեցական թափորը, որպեսզի լինի Ծաղկազարդի օրհնության կարգը, մանուկներին առաջ էին տանում արդեն երեխաները, դա վերջը երեխաները մանուկների օրհնության կարգ, օրհնության կարգներ եւ այլն, այդ ժամանակ
երբ որ սկսվեց կարգը, անմիջապես քաղաքացիական ոստիկանները հարձակվեցին երկու երեխաների վրա, այդ երկու տղաների վրա, ու սկսվեց մի հատ քաշք, շուկ, լաց, կոց, չգիտեմ։ Օրինակ մի բան ասեմ, էլի Նարեկ։ Պատկերացնենք այս տղան աշակերտը։ Գել եմ երեխային ազատ արձակեք, հարձակվել են ին վրա տենց։ Նա իմ հա ինձ էլ են այդ Ինչ երեխա 18 տարեկան է, բան, աշակերտ է։ Թե աշակերտ է 12-րդ դասային։ աշակերտ է երեխա է իմ համար, բոլորի համար։ Այն չենք թե 18 տարեկան։ Այո։ Եթե որտեվ 18 տարեկանի բանակ տանելու թեզը այդտեղ չի գործում, որտեվ աշակերտ է։ Ֆիքսենք։ Մարդիկ ոնց անտոց ուզում են չհասկանալ կամ այն մարդիկ ովքեր պաշտպանում են Փաշինյանին։ Կարելի էր օրինակ այդ ամբողջ թափորը գնալ, մանուկների օրնություն լիներ, բան, հետո ծանուցագիր տային։ Երկու եղբայրներ երիտասարդներին, աշակերտներին հրավիրեին ոստիկանություն, որից հետո քննիչը կորոշեր ինչ արի։ Ասես ինչ եմ ասում։ Այսինքն ամեն ինչ անել, բայց չեմ ասում սա։ Ամեն ինչ անել, հարամել ծաղկազարդը, որը մի տոնա, որ մարդիկ արդեն 40 օր պահք են պահել, պայեցողություն են իրականացել եւ այդ օրը իրավունք ունեն հաղորդվելու։ Այդ օրը բացվում է վարագույրը խորանի, հասկանում ես, Հիսուսի Երուսաղեմ մտնելու օրն է եւ ինքը գնում է այդ օրը լավ այդ մասը ինքը հարամեց գնաց լավ կարաս լավ թողեք բարձա չէ իդենտիֆիկացված է Իհարկե տեղում կարային հետո ծանուցագիր տային կանչեին չէ բայց այսօր սրում է ասում է երբ որ լրագրողը հարց է տալիս պարոն Փաշինյան ասում է այնուամենայնիվ այսօր բան ավակ շաբաթն է վերջին բանն է զատկական դիմաց այլևս սուրբ զատիկն է մենք բոլորս պետքա ներողամտորեն լինենք ասում է միգուցե ներեք այնուամենայնիվ 18 տարեկան երեխային որը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի եւ այլն ասում եմ նույնիսկ ես ի՞նչ կապ ունեմ ներելու հետ ասում ես չեմ դատարանը որ որոշեմ տանեն չտանեն բնացական Մարտիրոսյանի մոտ շատ պատահաբար է հայտնվել ես մի քիչ էմոցիոնալ եմ պարոն Մարոկյան խոսում որովհետեւ գիտեք այնուամենայնիվ չէր կարելի էլի այդպես էլի այդպես բանով ակտու ստրաշենիայով մարդ հա դե տեսեք ինչն է այստեղ հարցը հա ու ներողություն խնդրում եմ կներեք շատ երկրից ես որպես կանոն հարցը կարճ եմ տալի ասում եմ ինքով նաև ասում է որ ԲՊՊՑ-ի աշխատակից որ խփել է ասում դու ինքը կարող նաև կրակիր ասում ասված մի արածը դա իր գործառույթն է ուրեմն ես ուզում ասեմ որ բախտներս բերել է որ զենք չեն կիրառել ես ուզում եմ ասել որ ակտը որ ձերքը բարձրացրել է աշակերտը այդ ակտը դեռ նրա մասին չի որ ուզում էր խփեր հա մեկ դա դեռ քննությունը պետք է բարձի եւ կա իրական ռիսկի հարց, որ իրական ռիսկը ինչ է, չէ՞, այդ իրական ռիսկը ինչ է։ Հիմա Մակրոնին ձևով խփել են, տեսել եք, տեսան թե կա։ Ոչ ոքի չեն գնդակահարել այդ, էլի, որտեվ իրական ռիսկը այդ բան գնահատում են, այդ ինչ ակցիա է։ Այսինքն այդ անվտանգության աշխատակից իրական ռիսկը գնահատում է։ Մենք գործ չունենք նայ պետական մտածողության, պետական ինստիտուտների հետ։ Խուլիգանությունը, որ իրանք մեկնաբանում են, որ խուլիգանություն է տեղի ունեցել։ Խուլիգանությունն արել են պետական ստրուկտուրաները։ Խուլիգանություն են արել Մայր Աթորի նկատմամբ։ Այդ օրը հավատացյալ ժողովրդի նկատմամբ ծաղկազարդի տոնին։ Ու մի հատ շատ կարևոր բան իրեն ուզում անդրադառնալ։ Կիրակի օրերից մեկն էր, որ Փաշինյանը իբր թե այդ ուրախ ավտոբուսով ինչ որ տեղ էին գնացել։ Եվ Ալենը ու ինչ որ մեկը ասացին մենք ուտում ենք շաուրմա, վարչապետը քանի որ պասա պահում, չի ուտում շաուրմա ու ինքը ինչ որ ժինգալով հաց էր ուտում։ Հետո տեղի ունեցավ մետրոյի դեպքը։ Նայ պահ մարդը էներգիա չունի բանավիճելու, A B պահ մարդը խուսափում է բանավեճերից, եթե անգամ ունի էներգիա։ Աղոթական վիճակի մեջ։ Որտեվ չի կարելի մտնել բանավեճերի մեջ, կռիվ անել, ճղճղալ, գորգռալ, մեղադրել, քննադատել, պահելու ժամանակ անգամ խուսափում ես հրաապարական տեղից, որովհետև քեզ կարող մի հատ բան հյուրասիրեն, որը պետք չի դու ուտես, պահքի մեջ ես, բայց չի կարելի էլ ամեն տեղ ասել պահք եմ պահում, չի կարելի դա ծարկել դրոշակ։ Հետևաբար խուսափում ես հրաապարական տեղից։ Մենք ենք պահք պահե, գիտենք, հավատացյալ ենք, գիտենք։ Ես ասում եմ, մետրոյում ինչ որ ինքը արեց, դա պահք պահող մարդու վարկ չէր։ Այսինքն ամեն ինչը արվում է դրոշակ, կեղծիկ, խափեություն, ինչ որ բաներ։ Շովու։ Հա, տենց ինչ որ բաներ, էլի, ասենք, նայ պետական գործառույթներից ելնելով, այո, պահքի մեջ է երկրի ղեկավարն է, գործադի իշխանության ղեկավարն է, մինիստրը, ով է, գործի բերումով ինչ որ բան կա, բայց գործի բերումով ոչ մեկ չի ասում։ Գնամտի, ասենք, մետրոները բուկլետ բաժանի։ Պահքա։ Դու եթե որոշել ես պահես, դու որոշել ես պահես։ Ուրեմն քեզ պահի պահքի կանոններով, ոչ թե մեր ուտեղու վրա հարցակվի։ Այդ մի դրվագետ էր,
Այս աշակերտի կալանավորումն էլ սա էր։ Ես պնդում եմ նաև ձեր եթերում, որ ես դատապարտում եմ։ Անկամ եթե ինչ որ բան կարող են գտնել այս քննության ընթացքում, աշակերտը անմեղ է, քանի որ դրա նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ։ Հետեւաբար ասել, որ վայ, վույն անցակա, ինչ որ մեկը գրա մեր պետականության հիմքերն էր խարխլում, մեր պետականության վրա էր հարձակվել։ Ուրախ գրել են նա վերջին զանգը բանտում կնշտի։ Հասկաց, հակամ հա այդ բանի վեդի խոշորացած համայնքի ղեկավարը։ Ասենք ասում է վերջին զանգ ուրախանում է, նա վերջին զանգը բանտում կանցկացնի։ Պարոն Մարուկյան, վերջում դուք ինչ եք անելու։ Վերջում մենք անելու ենք մի բան, որ հունիսի 8-ին լինի այնպես, որ մենք ճակատներս պարզ լինի, երեսներս պարզ լինի եւ կարողանանք մարդկանց ասել, թե ինչի այդպես վարվեցինք։ Բնականաբար բազմաթիվ սցենարներ կան, սցենարները քննարկման process-ի։ Սինկրոնորոշվածություն չունեք այս բանի վերջնական։ Չունենք համագումարի որոշում, որ պետք է ընտրություններին Այս հասկացա ինչ ֆորմատում եմ։ Հա, չէ, քննարկումներ կան եւ ասեմ ձեզ համագումարը մեր նշանակված էր առաջին 30 համարների նշանակված հաստատելու ապրիլի 11-ին, մենք այսօր վերանայել ենք եւ տեղափոխել ենք ապրիլի 18-ին։ Ինչու, որովհետեւ պարզվեց, որ ընդդիմադիր ուժերից մեկը մեծ հանրահավաք է կազմակերպում ապրիլի 11-ին, իսկ մեծ դիրքավորման եւ մեդիա աշխատանքի համար շատ կարեւոր է, որ այդ օրը մեծ միջոցառում չլինի։ Դեռ մենք մի շաբաթ հետ տարանք մեր համագումարը, որ որևէ ընդդիմադիր դաշտի միջոցառում մեկը մյուսին չխանգարի։ Դեռ տեղեկացված չենք, չգիտենք որ նման բան ա լինելու, հրապարակվեց մենք այդ իմաստով ճկուն ենք։ Նաեւ դա մեզ ժամանակ է տալիս ավելի լավ խորը աշխատանքներ իրականացնելու։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։